Պարոն Սարգսյան, եկեղեցու դեմ արշավի շրջանակում երկրորդ անգամ, երկրորդ շաբաթը տեղ ունեցավ այդ այսպես կոչված պատարագը, որին էլի հանրային մասնակցություն չեղավ մեծ հաշվով։ Ինչով է սա պայմանավորվում, հանրությունը արդյոք իրականում մերժում է Նիկոլ Փաշինյանին եւ ինչպես ստացվեց, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ էլ անգամ չկարողացան պատկերապահել։ Այո, ճիշտ եք նկատել, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ Հովանավանքում մարդ հավաքել։ Մարդ կոչվածը այնտեղ գտնվում էին Նիկոլի աղանդ կոչվող որոշակի քաղաքացիներ, որոնք այլ կրոնական կազմակերպությունների անդամներ էին, պետական ռեսուրսի ապարատի ներկայացուցիչներ էին, սկսած Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանի, նախարարությունների, մարզպետարանների աշխատակիցներ են, որոշակի քաղաքացիներ էլ կային այնտեղ, 18 թվականի Տիգրովկա կոչվող քաղաքացիներն էին, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանի աջակիցները, այլ քաղաքացի շահագրգիռ քաղաքացիներ չկային, դա իսկ ապացույցն է այն ամենի, որ Նիկոլ Փաշինյանին մերժում են, մեր բնակչությունը մերժում է եւ դեմ է հակաեկեղեցական արշավին։ Այդքանով ամեն ինչ ասված է, Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու եկեղեցու դեմ արշավը լայնածավալ ժողովրդական աջակցությամբ հասնել, նա միայն կարողանում է ուժային կառույցների միջոցով ճնշել եկեղեցականների, կալանավորել, ինչպես տեսել եք, 3 եկեղեցականների, թեմի առաջնորդների է կալանավորել ապօրինի կերպով եւ փորձում է ճնշում գործադրել մնացած եկեղեցականների վրա։ Իհարկե երկու այնտեղ եկեղեցականներ կային, այս պահին գործող եկեղեցականներ չեն, կարգալույծ են կատարվել, այո, ճիշտ է արվել, եկեղեցու որպես քաղաքացի առաքելական եկեղեցու անդամ, ես գնահատում եմ ճիշտ քայլ եկեղեցու կողմից, եկեղեցու կանոնադրություններին դեմ են դուրս եկել, հետեւաբար կարգալույծ է արվել, ըստ կանոնադրության կարգալույծ են հռչակվել այդ երկու քահանաները, այդքանը եկեղեցու մասով։ Հիմա վաղ շաբաթում ընտրություններ են եւ այս ընտրությունների ֆոնին Մայրաքաղաք կուսակցությունը հայտարարել էր, որ ԿՊ-ին պիտի հանեն ընտրապայքարից, որտեղ խախտումներ են թույլ տվել, այսօր էլ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տեղեկատվություն, որ պրոիշխանական դպրոցի տնօրենը փաստորեն ինչ-որ օգնություն է բաժանում իր տանը, ներկայացնելով որևէ ինչ-որ ՀԿ-ի անունից։ Այլ ընտրախախտումներ են ներկայացնում, դուք կարծում եք ինչի են պատրաստ գնալ այս ընտրությունում հաղթելու համար։ Տեսեք, այո, ես էլ եմ տեսել, տեսանյութերից մեկում տեսա այդ դպրոցի տնօրենը փորձում էր արդարանալ այդ օգնությունները ներկայացնել իբր բարեգործական ընկերության տակ, իբր ՀԿ-ի ներկայացուցիչ է, ՀԿ-ով է արվում, բայց մեր օրենքը թույլ չի տալիս ընտրությունների ժամանակ, ընտրարշավի ժամանակ բարեգործությամբ զբաղվել, քանի որ տնօրենը ներգրաված է նաև պետական որպես ռեսուրսի մաս է, ինքը իշխանական, քանի որ ԿՊ-ն այս պահին ժամանակավոր պաշտոնակատար է վաղ շաբաթում, իսկ տնօրենները, մանկապարտեզի եւ տնօրենները ենթակայությամբ են քաղաքապետի, քաղաքապետարանի, դա վարչական ռեսուրսի կիրառում է, այո, օգնությունները դա ընտրակաշառքի ձև է, Նիկոլը ինչպես է ընտրակաշառք բաժանում, օգնությունների քողի ներքո փորձելու է այլ մեթոդներով ընտրակաշառքներ բաժանել, իսկ վաղաշաբաթում ինչ է սպասվում, այո, մեր քաղաքացիները վաղաշաբաթի մերժելու են, այո, քաղաքացիական պայմանագիր պլյուս հանրապետություն կուսակցության քույրերին, ընտրելու են ընդդիմադիր կուսակցությունների, ընտրելու են Մայր Հայաստանին, այդպիսով մերժվելու է քաղաքացիական պայմանագիրի իր կցորդներով, իսկ ովքեր չեն հայտարարի մինչև ընտրարշավի ընթացքում չեն հայտարարի, որ Նիկոլի հետ, թե հետընտրական, թե նախընտրական փուլում գործարքի չեն գնա, նրանք համարվում են այսպիսով գործող իշխանության միավորվող ուժեր, դա առաջին իսկ օրից մենք հայտարարել ենք այդ մասին, որ նրանք ի սկզբանե իշխանական թաքնված ուժեր են եղել։ Հիմա վաղաշաբաթի ընտրություններում իշխանություններն ասում են, որ իրենք հաղթելու մեծ շանսեր ունեն, մյուս կողմից մենք տեսնում ենք նաև վարչական ռեսուրսի կիրառում, այսօր մամուլը գրեց նաև, որ դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվել է այն տնօրենը, որը ընդդիմադիր քաղաքական միավորներից մեկի ըստ ամենայնի Մայր Հայաստանի մասներ խոսքը հավաքին է մասնակցել կամ աջակցող հավաքի։ Սա հենց երկակի ստանդարտի կիրառում է, կարծում եք, որ ԿՊ-ականին աջակցող տնօրենը անգամ ենթադրաբար ընտրակաշառք է բաժանում ու ոչինչ, իսկ մարդը, որ քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտում, ազատվում է աշխատանքից։
Զարմանալի ես ոչինչ չեմ տեսնում Նիկոլ Փաշինյանի պարագային, որովհետև այս 7 տարիների ընթացքում իրենք այդպես էլ իշխանությունը կառավարումը իրականացրել են բռնաճնշումներով, քաղաքական բռնաճնշումներով, աշխատանքից ազատելով, ահաբեկելով, ծեծելով, վախցնելով, սպանելով, դա Նիկոլ Փաշինյանի իշխանության ուժային կառույցների մեթոդն է, որը կիրառում է, կիրառելու է եւ էլ ավելի ուժեղացնելու այդ ամենը 26 թվականի ընտրություններից առաջ, դա վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի միակ հնարավորությունը դա է մնացել, ուժային կառույցների իշխանություն է դարձրել այս երկիրը, իսկ տնօրենին հեռացնելու հետ կապված դա չարչիություն է Նիկոլ Փաշինյանի կողմից, չի կարելի աշխատանքից հեռացնել քարոզարշավին մասնակցելու համար, որովհետև եթե իր կողմից ասած ժողովրդավար Հայաստանում է ապրում ինքը, մենք ժողովրդավար Հայաստանում չենք ապրում, չպետք է քարոզարշավի համար մարդ հեռացնել աշխատանքից, անկախ նրանից այդ անձը, այդ ուսուցիչը իր աշխատանքից դուրս, որ կողմում է, թե ընդդիմադիր դաշտում է, թե իշխանական, թե որ դաշտում է, ինքը իր անձնական տեսակետը արտահայտում, դա նորմալ երևույթ պետք է լիներ ժողովրդավար երկրում, իսկ մեր երկիրը փաստացի դա Նիկոլ Փաշինյանը իր բերանով ապացուցում է, որ ժողովրդավար չէ։ Այդպիսով ամեն ինչ ասված է։ Փաշինյանն ասում է, որ եկեղեցին կաթողիկոս չունի, սրա ասելու լիազորություններն իհարկե չունի, բայց ինչ եք սպասում դուք իրականում, եթե իրավապահ համակարգը անկախ լիներ, ինչ պիտի ձեռնարկեին Փաշինյանի դեմ։ Նախ առաջինը Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի խառնվել եկեղեցու ներքին գործերին։ Երկրորդ, եկեղեցու կանոնադրությունը Նիկոլ Փաշինյանը չի գրել, որ հայտնի մի հատ էլ եկեղեցու կանոնադրություն է խախտվել, այնինչ մի ամբողջ սահմանադրությունը խախտած անձը փորձում է եկեղեցուն վարկաբեկելով ասել կանոնադրություն է խախտել, նա չի տեսնում, ինքը ամբողջ սահմանադրությունն է խախտել, նախ առաջինը ինքը պետք է հեռանա, որ Գարեգին երկրորդին ամենայն Հայոց կաթողիկոսին հորդորում է պետք է հեռանա, որոշակի ինչ-ինչ կեղծ հանգամանքներ, չգիտեմ, ոչ ապացուցված հանգամանքներ ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը առաջինը իսկ դատարանները շրջափակելով սահմանադրությունը խախտելով ինքը պետք է հեռանա, առաջի քայլը դա պետք է լինի, ինքը խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության գրեթե բոլոր կետերը, նա ինքը իրեն պետք է հորդորի եւ հեռանա իշխանությունից, այլևս չառաջադրվելու պայմանով, ոչ թե հեռանա, նոր ընտրություններին մասնակցի, նա իրավունք էլ չպետք է ունենա հաջորդիվ ընտրություններին մասնակցելու, իսկ ինչ մնում է Նիկոլ Փաշինյանի եկեղեցու հետ կապված խոսքերին, Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հետ կապ ընդհանրապես չունի, Նիկոլ Փաշինյանը ունի Նիկոլ Աղանդ կոչվող անուն, Նիկոլի Աղանդ, որը կարող է առանձին ինչ-որ գրասենյակներում կարող են գնալ իրենց առանձին այլ կրոնական կազմակերպություն բացել եւ զբաղվել իրենց գործունեությամբ ոչ թե մեր առաքելական եկեղեցու ներքին գործերին խառնվելով։